Մարդկային մարմինը։ Մարդկային մարմնի գլխավոր մասերն են գլուխ, իրան և անդամներ։ Մեր մարմնի վերի մասը գլուխն է։ Գլխուն մեջ կգտնվի ուղեղը, որուն շնորհիվ մենք կմտածենք, կհասկանանք և կգործենք։ Գլխավոր զգայարանները կգտնվին գլխուն վրա և մաս կկազմեն դեմքին։ Գլխավոր զգայարաններն են տեսանելիքը կամ աչքը, լսելիքը կամ ականջը, հոդոդելիքը կամ քիթը և ճաշակելիքը կամ լեզուն։ Ճաշակելու համար լեզվին կօգնի նաև քիմքը։ Իրան։ Իրանը մարմնի մեջտեղի մասն է։ Իրանը գլխուն կմիանա վիզով։ Վիզին կսենք նաև բարանոց։ Իրանի վերի մասը կգոչենք կուրծք, իսկ վարի մասը փոր կամ որովայն։ Իրանի ետևի մասը գրնակն է, ուր մեկ ուսեն մյուսը կգոչվի թիկունք։ Թոքեր կգտնվին կուրծքի մեջ, կպաշտպանվին գրծքավանդակով։ Թոքերը կապահովեն շնչառությունը, ներծծելով թթվածին և հեռացնելով ածխաթթու գազը։ Բերնեն և գիտեն մինչև թոքեր հասնող խողովակը կգոչվի շնչափող։ Սիրտը կգտնվի կուրծքի մեջ, երկու թոքերուն միջև, քիչ մը դեպի ձախ։ Սիրտը իր զարկերակներով արյունը կմղե երակներեն ներս։ Երակներուն մեջ են մարմնին ամբողջ շրջանը ընելեն ետ, արյունը սիրտ կվերադառնա։ Ստամոքս կգտնվի որովայնի վերի մասը, ձախ կողմը։ Բերանը ստամոքսին միացնող խողովակը կգոչվի որգոր։ Երիկամներ կգտնվին որովայնի ետևի մասը, ողնաշարի երկու կողմերը։ Երիկամները կզդեն արյունը և կհեռացնեն թունավոր նյութերը։ Լեարդ կգտնվի աջ երիկամին քով, կմաքրե արյունը։ Փայձաղ կգտնվի ձախ երիկամին քով, կզդե արյունը։ Աղիքներ փարակ և հաստ կգտնվին ստամոքսի տակ, կդարածվին որովայնի մեջ և կներծծեն սնունդը ու կհեռացնեն ավելորդ նյութերը։ Մարդկային մարմինը ունի 4 անդամ, 2 թևեր և 2 ոտքեր։ Թևի մասերն են ուս, արմուկ, թաստակ, փազուկ, նախափազուկ, թաստակ, ձեռք։ Ձեռքի մեջի մասը կգոչվի ափ։ Ձեռքը ունի 5 մատներ՝ փթամատ, ցուցամատ, միջնեմատ, մատնեմատ, ջգույթմատ։ Ոտքի մասերն են աստր, ձունկ, սրունք, գրունկ, ոտնաթաթ և մատներ։ Ոտքի մեծ մատը կգոչվի բբի։